Այն հասարակության մեջ ուղղակի ամենաբացական ընկալվող խորհրդարն է եղել։ Եվ երբ գյուղերում հարցնում ենք, թե ինչն է պատճառը, ասում է մեր կյանքից չեն խոսում են իրարից։ Դուք տեսնում եք, որ մեր հանդեպ դուրս են գալի անձնավորված հնարավոր է մեր հետ կապված խոսակցություն ունենալ։ Մենք բերում ենք թեմաներից ենք խոսում հողի վրա մարդկանց կյանքին ազդող։ Եվ թող մեր ժողովուրդը գնահատի ով է աշխատանք կատարում հողի վրա ժողովրդի կյանքը բարելավելու համար։ Հարաբերական մի կարճ հարց է, Էդգար Ղազարյանի հետ կապված դες ասում են ինքը առանձին դիրքորոշումներն է արտահայտում, թե ընդհանուր առմամբ խմբակցության գծի մեջ, այսինքն հնարավոր է, որ Էդգար Ղազարյանը ամեն դեպքում ինքը ավելի սուր է, ավելի այսպես անգամ դիմելուց չի դիմում քաղաքացիական պայմանագրին, դուք ո՞նց եք վերաբերում իր աշխատելավոճին, ընդունելի է ձեզ համար։ Մեր падգամավորները ունեն ազատություններ եւ այդ ազատությունները կարող են իրացնել։ Միակ հարցը, որպեսզի ընդհանուր համակարգային բարեվարկության նորմերը պահեն, որպեսզի մեր հայրենակիցներին հաճելի լինի հետևել իրենց կողմից ընտրած ազգային ժողովին։ Մենք փոփոխություն ենք բերել ազգային ժողով։ Չափավոր ազատություն ունեն ձեր ֆրակցիան։ Այո, եւ մենք աշխատում ենք նրա վրա, որ սովորենք նոր խոսույթ ձևավորվի առանց վիրավորելու քննադատելը։ Առանց անձնավորված մարդուն, այսինքն հնարավոր է աշխատանքը քննադատելը վիրավորի ինչ-որ մեկին, բայց դա արդեն մեր խնդիրը չէ, բայց եթե անձնավորված մարդուն են վիրավորում, մենք պետք է այդ որակական փոփոխությունը, ինչի համար մենք պայքարում ենք, բերենք ազգային ժողով առաջինը։ Այսինքն պարոն Կարապետյան նորմալ եք համարում, որ Էդգար Ղազարյանը ազգային ժողովի ամբիոնից ելույթ ունենալիս դիմում է միայն ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինքի ներկայացուցիչներին եւ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովն էլ որ ստեղծվի առաջիկայում խնդիրներ։ Նա ունի որոշակի ազատություններ, սակայն նաեւ ունի խմբակցությունից ելնելով սահմանափակում մարդկանց վիրավորելու առումով։ Լարվածություն, չգիտեմ դուք այս հարցին պատասխանել եք թե չէ, բայց ոնց եք բացատրում այն, որ նախկինում ընդդիմադիրների փոխնախագահի պաշտոններ կիսելը մի քանի պապիտկայից էր այսպես ասած լինում, իսկ ձեր դեպքում sense միանգամից համաձայնեցին եւ առաջին իսկ փորձից ընտրեցին։ Սրա հետ կապված կան որոշակի տենց կասկածներ, բան դրա համար ուզում եմ փարատել այդ կասկածները։ Մոտեցումները ազգային ժողովը նախորդ ցույց տվեց, որ ամենավատ ռեյտինգով ազգային ժողովն է, այսինքն պատմականորեն վատ ազգային ժողով է եւ կարծում եմ իշխանությունն էլ դրանից դաս քաղել, իսկ նոր ուժերը տեսնում են, որ հնարավորությունը մենք որպես նոր ուժ տեսնում ենք աշխատանքով ժողովրդի կյանքը բարելավելու հնարավորություն։ Հակասաֆարովյան օրենքը բերելու եք, Հակասաֆարովյան օրենքը առաջիկայում կներկայացնեք այո, ներողություն եմ խնդրում։